Բարև ձեզ, նորից Արետակ Քիշմիրյանն է այսօր և այսօր ձեզ կպատմեմ իմ բլոգի մասին։ Իմ բլոգը ստեղծվել է սեպտեմբեր ամսին 2025 թվականին։ Այստեղ գրած է իմ անուն ու ազգանունը և տակը իմ դպրոցը, Մղթար Սեբաստացի կրթահամալիր Արևելյան դպրոց 3-1 դասարան։ Եթե ուզում եք ավելի շատ իմանալ իմ դպրոցի մասին, մտեք այս նյութը, որի վերնագիրը իմ դպրոցն է։ Եվ այստեղ կտենաք օրացույց։ Այստեղ, որոնք կարմիր են, այդ օրերին ես նյութեր եմ ավելացրել և ձեզ ցույց կտամ ոնց եմ նյութ ավելացնում։ Այստեղ պլյուս կտենաք, կողքը new, չեք սխմում վրեն, ուղղակի պահում ենք և ամենաառաջինը post, սեղմում ենք post-ի վրա և այսինչ բան է բերում։ Այստեղ վերնագիրն են գրում, կարող եմ ցանկացած բան գրեմ, օրինակ ուղղակի խզբզեցի, բայց այդտեղ պետք է իսկական վերնագիր գրել, չեն կարող առանց վերնագիրի նյութ տեղադրել։ Հիմա ես ձեզ ցույց կտամ ոնց ենք ավելացնում նկարներ։ Դուք պետք է բացեք ձեր այս ծրագիրը, բոլոր համակարգիչները ունեն և պարզապես չեք կարող չունենալ և մտնում ենք այստեղ, սենց տեղադրում ենք, օրինակ տեղադրեցի սա, երեխաներ սովորաբար այսենց երկար չի տևում, կարող եք փորձել կստացվի։ Ձեզ չեմ ասել բաժինների մասին, ահա կասեմ, այստեղ բաժիններ կան և այս բաժինները ստեղծված են սրա համար։ Ամեն նյութ պետք է տեղադրվի իր համապատասխան բաժինում։ Եվ բոլոր նյութերին անպայման նշում ենք 2025-ից 2026 ուսումնական տարի։ Եվ օրինակ սա, ճամփորդություն դեպի Գառնի։ Ես նշել եմ 2025-ից 2026 ուսումնական տարի, ճամփորդություններ և նախագծեր, ահա այս բաժինները։ Կարող եք սեղմել ցանկացած բաժնի և ինչքան նյութ կա այդ բաժինով ցույց կտա։ Եվ այստեղ բլոգի հաշվիչ։ Այստեղ ցույց է տալի քանի մարդ է մտել բլոգ, քո բլոգը։ Իմ մոտ 362 հոգի են մտել, շատ է չէ։ Եվ այստեղ ցույց է տալի քանի հոգի են կոմենտ գրել։ Կոմենտը այսենց բան է, օրինակ այստեղ ուզում ես կոմենտ գրես, այստեղ գրում ես ինչ ես զգում այդ նյութի մասին, ինչ կուզես կգրես այդ նյութի հետ կապված։ Այստեղ իմ նկարն է, իմ ամենաառաջին նյութը, իմ մասինն է, ահա կարդամ ձեզ համար։ Բարև ձեզ, ես Արետակ Քիշմիրյանն եմ, սովորում եմ Մղթար Սեբաստացի կրթահամալիրի Արևելյան դպրոցում։ Ես շատ եմ սիրում իմ դպրոցը, սովորում եմ 3-րդ դասարանում։ Դասերից հետո հաճախում են տարբեր խմբակներ՝ կարատե, երգչախումբ, սոլֆեջո, դաշնամուր ու օնլայն մաթեմատիկա։ Ես իմ բոլոր պարապմունքները շատ եմ սիրում, դրանք օգնում են ինձ նոր ու հետաքրքիր գիտելիքներ ստանալ։ Հիմա ձեզ ցույց կտամ ոնց հողում պետք է դնել ցանկացած նյութում։
Ձեզ ցույց տվեցի ոնց ավելացնել նյութ։ Հիմա ցույց կտամ։ Վերնագիր պետք չի ուղղակի ցույց եմ տալիս ձեզ։ Օրինակ ես ուզում եմ իմ ռադիոյի հաղում մտնել այստեղ։ Մտնում եմ իմ ռադիոն, սա իմ ռադիոն է։ Եթե ուզում եք իմ ռադիոն լսել, կարող եք մտնել այս նյութը։ Սա եւ լսել։ Վերջում կդնեմ եւ դրանից հետո կխոսեմ իմ ռադիոյի մասին։ Հիմա մտնում ենք իմ ռադիոն, այստեղ այսենց բան կա գրած, այսենց ուղղակի կտցնենք, կամ ստեղնաշարի վրա անկյունում control ու անգլերեն C տառը սեղմենք իրար հետևից, կամ էլ մկնիկի վրայի աջ սեղմակը սեղմենք եւ այստեղ copy կա, սեղմենք դրա վրա եւ գնանք հետ այստեղ, կամ control V անել, սալպեչի, կներեք, կամ կարող եք այսենց անել, այսենց եւ սենց։ Հիմա ինձ պետք չի այսա, ձեզ ցույց կտամ ոնց կարող ենք ջնջել նյութ։ Մտնենք այդ նյութը, այսենց, այստեղ edit կա, մտնենք, իհարկե չեմ թողարկել, չեմ կարող edit անել, եւ այստեղ սենց բան կա գրած, move to trash, այսենց սեղմում եմ, move to trash, ջնջվել է, եւ կարող ենք մտնել եւ ստուգել։